շատ են քննադատում 6-8 երաժշտությունը, շատ հանրամատչելի, անգամ ինչ որ արևելյան ելևէջներով, որ հայկականին բնորոշ չէ, սրան ոնց եք նայում, արդյոք անգամ այդ երաժշտությունը լսելը օգտակար է, թե ընդհակառակը։ Ես իմ դիտարկումը, եթե թույլ տաք կասեմ, ոնց որ սահմանափակ նոտաների մեջ ինչ որ մի բան տեղի ունենա, որ անընդհատ այդ կրկնությունը նույնիսկ կարծես թե հոգնեցնի, բայց երբ որ դասական երաժշտություն ենք լսում, այդ հանգուցալուզումները ոնց որ ավելի մտահորիզոնդ բացվի, այսպեսի ես տարբերություն եմ զգում եւ սա լսելուց եւ այն։ Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով, եթե մարդը սիրում է ինչ երաժշտություն սիրում է, թող լսի։ Բանով, դրա համար, որպեսզի այդ վերանա ճանապարհը, անճաշակը, անորակը, այդ դրա համար մենք ունենք հիմա 100 դպրոց, ավելի երևի Հայաստանում մոտեցնում են երեխաներին դասական երաժշտությանը, ավելի լավ արվեստին, բարձր արվեստին, լավ կատարողներին, ինչքան հիմա լավ համերգներ են լինում, որ լինում 3-4 համերգ լինում տարբեր դարիչներում Երևանում, շատ լավ գործունեություն է ծավալում հիմա մեր հայ ֆիլհարմոնիան, որ հիմա բանում է Բաբաջանյան դալիճի շենքում են գտնվում, իսկ մա պետք չի բռնանալ, բայց ցույց տալով լավը հնարավոր է բարձրացնել երաժշտական ճաշակը։ Ունենք այս երեխաները, որ գնում են երաժշտական դպրոց, ես համոզված եմ ամբողջ կյանքար կապված կլինեն։ Թող հետներ, ունենք ես բան ունեմ, մի հատ շատ լավ տղա ունեմ, սովորում եմ Գյումրիում ունեմ 2 ուսանող, մեր կոնսերվատորիայի բանն է, չէ, այնտեղ մասնաճյուղն է։ Շատ սիրում եմ ռեփ երել։ Հիմա ինչ ասեմ, մի լսի, թող լսի։ Դրանց հաճույք է ստանում եւ երբ որ գնում է Երևան ու գալիս 3 ժամ էլ գնում 3 ժամ գալիս է, չէ՞։ Ասում դե հարություն, բանա, գնալուց ռեփ լսի, գալուց դասական։ Կիսիր, ասեցի այդ ճանապարհը 6 ժամը։ Մայստրո, ինչի կարիք ունի հայ մարդը, մտավորականը, վաստակ ունեցող մարդը։ Ամենաշատը ինչ է հարկավոր նրան երկրում։ Երևի պետք է մի քիչ ուշադրություն է երևի առաջի հերթին, որտեղ ունենք շատ լավ երաժիշտներ բան, ունենք ես նորը հաշվեցի լավագույն իմ սաները, մոտավորապես 9-10 հոգի, հիմա Հայաստանում չեն։ Եվ նոր մտածում եմ, կոնսերվատորիայում աշխատում է հրաշալի կազմ։ Մեծ մասը 60-ից անց են, այդ կարկառուն մեր դեմքերը, մասնագետները, վաղմյուս օրը ով փոխարինի նրանց։ Ով է փոխարինելու։ Ով որ պետք է փոխարինի ինձ, իմաստ չի։ 10 հոգուց գոնե 5-ը մնային։ Ժամանակին ես հիշում եմ 90-91 թվականին մի հատ բան հրավիրեցին, որտեղ սկսվել էր այդ արտագաղթը, հավաքվեցինք եւ ես առաջարկեցի, ասի, գիտեք, նախարար չեմ հիշում ով էր, ասի, եթե Հայաստանում օր ու գիշեր հավաքենք 100 շնորհալի մասնագետ կլինի։ Բոլոր աչքի գնող էլի որ ժողովրդական արտիստ կլինի, չգիտեմ, ջութակար կլինի, Ժանտեր Մերգերյանի նման եւ այլ, ասի 100 հոգուն եկեք առաջարկենք $100, այն ժամանակ դա ոնց հիմա ասես 1000 $100 առաջարկենք, որ նրանք չմտածեն գնան մեկը ստե մեկը այնտեղ։ Ну, լսեցին, համաձայնեցին, բայց ոչ մի բան չձեռնարկեցին եւ ասչան նույն Ժանտեր Մերգերյան թողեց Հայաստանը գնաց Մարսել, վերադարձավ իր այնտեղից որտեղից եկել էր եւ այդպես ասչանաբար գնացին։ Մոկացյանի նման ջութակար հրաշալի գնաց դասավանդելու Հունաստան, կլիման թե ինչ չգիտեմ, ված ազդեցիրավերն մահացավ դրանց հետո շատ։ Բայց պետք էր պահել Հայաստանում, ինչպես որ հրավիրեցին 1920-ականներին պատմեցի։ Դրսից էին կանչում, բայց ներսում չենք պահում։
Այո, դեոս ժամանակին կանչեցինք այդքան մարդ, դեոս թողեցինք հանգից գնան։ Նույնիսկ չեմ ուզում անուն տամ, մի դիրեկտոր ունեինք, նույն խոսակցությունը գնաց, ասի մի բան արեք, էլի ափսոս այս երիտասարդությունը սա մի օր գանք շատ մի մեծ խնդիր կլինի մասնագետների։ Ասի ոչ մի դեպքում պետք չի խանգարել թող գնան, ուզում են թող գնան, թող Հայաստանը ճանաչել տան։ Ասի Հայաստանին ճանաչել տան, որ հետո Հայաստանը անճանաչ դառնա, ասի վերջում։ Այդպիսի մարդիկ էլ կային, որ գտնում են շատ լավ է, թող գնան։ Ինչքան գնան, այնքան լավ։ Դուք ասացիք, որ աշխատում եք 9 տարեկանից մինչև արդեն երիտասարդներ, տասնամյակներ շարունակ սերունդների հետ շփվել եք, ինչ եք տեսնում։ Գնալով արվեստի ավելի տաղանդավոր երեխաները շատանում են, ավելի սեր կա դեպի արվեստ, ավելի հակումներ, թե Երեք 90-ականներից երբ որ պատերազմ բան սկսվեց, իհարկե շատ փոխվեց այդ, երբ որ լույս չկար, ջերուցում չկար բան, օրինակ ես Պենջարը հիշում եմ, դարել էր 1000 աշակերտից իջել էր մինչև 300-350, իսկ հիմա երեք ես այնտեղ գնացել եմ այդ ցուցակը հարցրեց ես ինչքան այսօր, ասեց էլի այնքան ինչքան ձեր օրոք էր, էլի նորից գալիս են, նորից սերը սկսվել է, դե այնտեղ շատ լավ պայմաններ են, լավ քաղաքապետարանը լավ վերանորոգեց դպրոցը, լույսը բանը շատ գեղեցիկ ամենջարված է, եւ այնտեղ հիմա էլի 1000 երեխա սովորում է։ Չհաշված որ կիցել կա ուրեմն կից, մի հատ բարային բաժին եւ գեղարվեստի բաժին կա նույնիսկ։ Էդ էլ նո այտենց սիրողական այո, որ մարդը երբ որ տարիքում երբ ուզենա հնարավորություն ունի։ Մնաց մասնագիտական երաժշտական դպրոց, որին կից գործում է նաեւ ցանկացողները գալիս են այդ երկու մասնագիտություններով սովորում։ Դուք ձեր օրվա մեծ մասը աշխատանքային ժամերի անցկացնում եք ուսուցանելով, թե դուք ինքներդ էլ ցանկություն ունեք բացելու դաշնամուրը, ռոյալը ու կատարելու։ Նստում եմ երեխաների կամ մեծերի կողք, իհարկե ցույց եմ տալիս, բացի խոսելուց, երբ որ երբեմն ցուցադրում ես ինչ ես ուզում, ինչ ձայնով ես ուզում, ինչ բնույթ ես բացադրում, իհարկե ցույց եմ տալի։ Մատները նույն ճարպկությամբ նվագում են։ Հա, սիրում են երեխաները, դասի գալիս են լավ։ Դուք ասացիք, որ կներեք, դուք ասացիք, որ երաժշտությամբ զբաղվող երեխաները տարբերվում են ու նույնիսկ էքսպերիմենտ էի կարել, դրա մասին պատմեք։ Երբ որ մշակույթ նախարարությունը աշխատում էի, մի անգամ ենք Ալավերդի ու այնտեղ համերգ էր, երկչախում, բանից դպրոցի հաշվետու համերգն էր։ Մյուս օր ես տնօրենին ասում եմ, եկեք բան անենք, այս բոլոր երեխաները ասել, հետո Ալավերդում շատ նենց կիրթ ժողովուրդ էր իմիջալից ապրում, ինձ համար շատ նենց հետարքիր էր, տարբերվում են ինչ-որ բանով, ասի դուրս գանք, մի որը դպրոցի իմացեք, երբ մասսայական ավարտվում դասերը, 1-ին, 2-ին, մի հատ գնանք այդ դպրոցի առջև կանգնենք, այդ երեխաները դուրս գան, ու ամեն մեկս որոշենք, որն է գալիս ձեր դպրոց, դուք լռեք, որտեղ դուք ճանաչեք ձեր երեխան, ես։ Երաժշտական կրթություն ստանում են, թե չեն ստանում։ Եվ պատկերացեք, եթե 10-ից 9 ես ճիշտ որոշեցի դեմքերով, իրանց պահվածքով, իրանց աչքերով, չգիտեմ, եւ այլն, ճիշտ որոշեցի, որ դրանք սովորում են երաժշտական դպրոցում։